Եվ կուզենայի, որ մենք քննարկենք վերջի շաբաթվա կարևոր իրադարձությունների եկեղեցու հետ կապված, մասնավորապես առաջին այն ինչ տեղի ունեցավ նախորդ կիրակի օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե կյանքում առաջին անգամ նորմալ կանոնական պատարագի մասնակցեց եւ իր ներկայությամբ հնչեցվեց վեհապարի անունը։ Այո։ Եվ երկրորդն էլ երևի թե քննարկենք 3 հրապարակված Սահակ պատրիարքի տեքստը եւ փորձենք նաեւ բացատրել թե դա կամ անցալել բացատրել քննարկել ինչ էր դա Իրանից ներկայացնում, որտեղ այնտեղ բաներ կային, որ մեղմ ասած ինձ այնքան էլ դուր չեկավ, այդ ուղիղ ասեմ, կապված եպիսկոպոսած հավաքի հետ նաեւ Մենք հասկանանք, թե մենք ուր ենք գնում, որտեղ այնտեղ ինչ որ բաների մասին էր խոսում, սինոդալություն եւ այլն, որը որ շատ-շատերին այնքան էլ հասկանալի չի եւ փորձենք նաեւ մեր մարդկանց համար բացատրել, թե դա ինչ է, որտեղ համ ծայրահեղ գնահատականներ են Սահակ պատրիարքի հետ կապված, որ ինձ թվում է այդքան ծայրահեղն էլ պետք չի, բայց նաեւ այնտեղ խնդիրներ կան, որոնց մասին պետք է խոսենք։ Եվ նաեւ կցանկանայի խոսեինք այս ամենի համատեքստում նաեւ ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական տանդեմի դերակատարման մասին Հայաստանից առաքելական եկեղեցու հալածանքի այս հալածանքների շրջանակներում Պարզ է։ Ուրեմն առաջինը սկսենք Նիկոլ Փաշինյանի կանոնական պատարագի, իրական պատարագի մասնակցելու դրույթից Ես ինքս տեղեկակ եմ այդ ամեն ինչին համացանցից պատահական այց է եղել ինչ-որ չծրագրավորված, չպլանավորված, առանց ԱԱԾ-ի եւ այլնի միջնորդության բանում էր այդ ինչա, չէ, այդ Սևանի իր դաչայում է երևի եղել, հա, տենց առավոտը ասել եմ մի հատ, հա, հնարավոր է, հա, էլի դրա վիշկա, ինքը դրա մասին նախինում հայտարարել էր, որ պատահական այցեր է ունենալու, շատ ավելի լավ, այցելեց, պատարագի մասնակցեց, իրականը մի քիչ ճիշտ չի լինի, կանոնական պատարագի, ցավոք սրտի այդ պատարագ, քանի որ մեծի պատշաճանը խորանը փակ է եւ հաղորդություն չի տրվում, լիահույս կլինեի, որ իրական հաղորդվեր, հնարավոր է շատ բան փոխվեր իր մեջ, բայց այդ մի բանը տեղի չունեցավ։ Պատարագի ընթացքում վեհապարի անունի շադակության պահով ես բազմիցս խոսել եմ ու իրանց այդ պահանջը ինչին թունելի չէ իմ համար առնվազն, չնայած շատերի համար, քանի որ ինչ որ խոսվում է, ընդհանուրի կարծիքն է նաև։ Մեկ պահանջը զուտ անուն չհնչեցնելու բովանդակազրկում է ամբողջ պատարագի խորհուրդը, մեծագույն սիրո խորհուրդը, զոհաբերության։ Ու այդ ամեն էլ շատ չանրադառնալով այդ մտքի խորացմանը եւ այլն, աբսուրդի ժանրից է զուտ իրենց պահանջը, անկախ նրանից թե ինչ շարժառիթներով են այդ ամեն ինչի իրանք փորձում պահանջել։ Շարժառիթները պարզ է նաեւ նշվեց թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ եւ այլն, տարբեր պահանջներ կարող են լինել, բայց այդ ամեն ինչը կոնկրետ անթույլատրելի է հայ քրիստոնեայի կյանքում։ Եթե չկա սեր, չկա քրիստոնեություն ընդհանրապես, հստակ բանաձև է։ Անշուշտ, եւ մի հատ փորձենք մի քիչ ավելի մի քիչ այլ դիտանկյունով էլ այդ հարցին նայել, դες ես sense եմ նաեւ մտածում, որ երբ որ սկսեցին այս պահանջները զեղչելու վեհապարի անունը, իդեպ սկզբնական շրջանում նաեւ զեղչում էին թեմական առաջնորդների անունները։ Այսինքն այնպիսի տպավորություններ, որ եկեղեցին ինչ որ տիեզերքում գործող ինչ որ մի առանձին կառույց է եւ ոչ մի կապ չունի մյուս եկեղեցիների հետ։ Առաքելահիմն եկեղեցիներում նման բան ուղղակի լինել չի կարող։ Չես կարող պատկերացնել որևէ կաթոլիկ եկեղեցի օրինակ, որտեղ որևէ կանոնական պատարագ տեղի ունենա եւ սրբազան քահանայապետի Հռոմի պապի հիշատակություն չլինի։ Չես կարող պատկերացնել ռուս եկեղեցին, վրաց եկեղեցի չի լինում տենց։ Այ բողոքական եկեղեցիները, ոչ առաքելական եկեղեցիները դա շատ նորմալ է, այսինքն նաեւ իմ մտավախություններն էր, որ սրանով սովորացնում են մարդկանց, ապա առաքելականացնել մեր եկեղեցին։ Հնարավոր է դա նույնիսկ մեկն է իմ քննադատմամբ, հնարավոր մանավանդ վերլուծելով իրենց
թե խոսույթը, թե նիստուկացը եւ այլն, հստակ կարող եմ ասել, որ հնարավոր տարբերակներից մեկն է, որը իրանք փորձում են բաժանելով եկեղեցին ինչ-որ մի բան սարքել։ Ու այն ժամանակ, երբ որ այդ իրենց այդ Միքայել Սրբազանի կողմից շատ դիպուկ բնութագրված տիրադավների խմբակը այդ իր ծրագրային տեքստը հրապարակեց տարվա սկզբին հունվարի 4-ներ 5-ներ հենց այդ էր խնդիրը, որովհետև նա մեր առաքելականություն չկար։ Եկեղեցին հիմնադրել են Գրիգոր Լուսավորիչն ու Տրթատ Թագավոր։ Աստվածայինը հանվում էր։ Աստվածայինն էր հանվում եւ առաքելական։ Եվ առաքելականն էր հանվում։ Եվ դրա համար հեշտ պատահական չէր իմ կարծիքով, որ եկեղեցը եպիսկոպոսած հավաքին հատուկ այս բանաձևումը տրվեց, որ առաքյալների կողմից հիմնված եւ այլն եւ այլն։ Դա պատահական չէր, այսինքն որ կարդում էր, ասում էր լավ, այս մարդիկ ինչ են սրա մասին խոսել, որտեվ տեղ կա խոսելու, առաքելա, հիմա մեր գաղափարը ո՞րն է, մեր եկեղեցու առաքելականության գաղափարը ո՞րն է, Վեհապար Հայրապետից, Միքայել Սրբազանից, մեր մյուս սրբազաններից առաքելական հաջորդությամբ ձեռնադրություն, ձեռքից ձեռք գնում հասնում են առաջին առաքյալներին եւ Հիսուս Քրիստոսին։ Այո։ Այսինքն մենք այստեղ գործում ենք կարգավիճակի իջեցման փորձի հետ նաեւ։ Այսինքն եթե իրենք փորձում են ձեր նշածները հանել, հա, եւ հավասարեցնել բողոքական եկեղեցիներին։ Այսինքն Աստվածաշունչ կարդացողների միություններ են լինելու, էլի տենց մարդիկ են լինելու, հավաքվելու են Աստվածաշունչ միասին։ Այսօրվա մեր հասկացողության մեջ թե նյութական, թե հոգևոր խորհրդով եկեղեցու հասկացողության մեջ ընդհանրապես չի տեղավորվում այն, ինչ իրանք ուզում են ստանան։ Հստակ։ Ու գիտեք եպիսկոպոսած հավաքից ընդամենը 1-2 օր անց էր, եթե չեմ սխալվում, հայտնի Ստեփան Ասադրյանը հարցազրույց է տալիս լրատվամիջոցին ու իրեն իրավունք է վերապահում քննադատել հայ եկեղեցու թվով 25 եպիսկոպոսների, ովքեր հայտարարությունը տարածել էին։ Ամենամեծ աբսուրդներից մեկն էլ դա է։ Մարդ, որ իրեն համարում է քահանա, եթե ինքը հոգևոր աստիճան ունենար, ինքը իրեն էլ քահանա չի համարում։ Դատական հայցից հետո ինքն ընդունել է, որ ինքը կարկալույծ է։ Դրան հետո կանրադառնանք։ Հա, էլի ճիշտ ես ասում։ Հստակ։ Ինքն էլ Արման Սարոյանն էլ Արամայիս Թախմազյանն էլ։ Եթե հայց են ներկայացրել, ամրագրել են, չէ՞, որ կարկալույծ են դրա համար։ Հետևաբար ընդունում են, որ կարկալույծ են։ Հետևաբար առնվազն մի քիչ խոսքից կդրվում եմ, բայց ոչինչ։ Առնվազն պետք է գործ հարուցվեր իր վրա ինքնիրավչության համար։ Այդքան ժամանակ ծեսեր անելու եւ հովանավանքը զավթելու դե կապակցությամբ։ Առնվազն մինչև հայց ներկայացնելու օրը։ Լավ, ինչև է, խոսքդ կիսատ մնաց, ավարտեց։ Ինչ է ասում։ Առաքելա հաստատության մասին էինք խոսում։ Ինքը քննադատում էր առնվազն տարբեր վիրավորական արդարացությունները հնչեցրել այդ մասին անդրադարձել եմ սոցիալական կայքում, բայց ամենաաբսուրդային բանը, որ քահանան նախկին 6 տարի սովորած, հոգևոր ճեմարանում սովորած, կրթություն ստացած, մի քանի տարի ծառայած, իրեն դեռևս չագերտավոր քահանա համարող, ասենք քննադատում է եկեղեցու 25 եպիսկոպոսի, որոնց մեծամասնությունը իր տարիքի չափ ծառայություն են բերել եկեղեցուց ներս։ Հա, էլի։ Պատկառելի մարդիկ Խաժակ Սրբազանը, օրինակ, մենակ Խաժակ Սրբազանի անունը տալիս է։ Արամ Սրբազանը Պոլսո պատրիարքությունից, Թեոդորոս Սրբազանը Երուսաղեմից, Կորյուն Սրբազանը եւ այլոք։ Ինչի մասին է խոսքը։ Դա ու ամեն ինչից զատ նաև իր խոսքի վերջում մեջ բերում է մեծի պահոց շրջանը։ Որ ինչ։ Ասենք իմ դիտարկմամբ որպես պարզ հավատացյալ նայեմ։ Սուտ իր խոսքը ամենամեծ հբարդությունն էր, որ ինքն իրան այդպիսի իրավունք է վերապահել որպես ամենամեծ բարձրաստիճան հոգևորականների առնվազն շատ բանի մեջ եթե չխորանանք, էլի։ Դե հա։ Աբսուրդ, պետք էր որ խոսեր, դե հայտնի մարդն էլ հլա օտանավի մեջ էր, պատվերը երևի եկել էր, ինքն էլ անում էր։ Ամեն դեպքում մենք քանի որ այս թեմայից խոսում ենք անընդհատ քաղաքական հետապնդումներից եւ եկեղեցու նկատմամբ հալածանքից, որ այս սեզոնը քաղաքական հետապնդումների ամբողջությամբ խարսխված էր եկեղեցու
դեմ հալածանքի հետ, չգիտեմ, վեհապար հայրապետի հարազատները, եղբայրը, եղբոր տղան, եղբորորդին։ հենց Մկրտիչ Սրբազանը, վերջում նաև ինքը 6 եպիսկոպոս, այս հայցերի մասին լսելով, այս քրեական գործի մասին լսելով, ասենք ես իմ ներվայնությունը հիշում եմ, ասում եմ դու էլ ասես տենց այդ պահին ինչ զգացողություն ունեցար էլի տենց ոչ տենց հոգեբանական նստում խոսում են, չէ՞, որովհետև իրավաբանի համար տրավմա է, էլի, որ դու տեսնես քո մասնագիտությունը այդ աշճանեն ոտնահարում, այդ աշճանեն զրոյի հավասար։ Ես ասեմ ավելին, առաջի հայց ընդունողը ասել էր, որ ինքը իրավունքի պաշտպան, չէ, տենց բան էր ասել։ Չեմ էլ լսել ոնց էր ասել։ Դատական պաշտպանության խնդիրն է լուծել։ Հա, տենց արդարայություն էր արել այդ ԲԴԽ հայտարարության օրը։ Հա։ Ասենք չգիտեմ իրանք ոնց են լիազորություններից դուրս է դա պաշտպանությունը իրականացնում, բայց ախր աբսուրդի ժանրից է ուղղակի ես չեմ էլ կարող ինչ-որ ձև նկարագրել, թե ինչ եմ ապրել, որովհետև աննկարագրելի է։ Իմ մոտ օրինակ նենց տպավորությունն է, որ գործ ունեն կոտար երկրյա զավթիչների հետ, որովհետև մեր եկեղեցու նկատմամբ այն ինչ որ հիմա է արվում, արել են օտարները։ Եվ ավելի մեղմ են գտնվել։ Այո, ավելի մեղմ անգամ բոլշևիկները բոլշևիկյան ժամանակաշրջանում մեր կաթողիկոսների նկատմամբ կային բռնաճնշումներ, բայց քրեական գործ չեն արվում։ Այո, բայց անգամ քրեական գործ չկար այդ ժամանակ։ Բայց մեղադրյալի աթոռին նստեցնելու գաղափարը նրանք չմարսեցին, այսինքն իրենց համար անընդունելի էր, էլի, Все-таки այդ մարդիկ, չգիտեմ, Ստալինից սկսած, նայ, կոմունիստական ժամանակահատվածում աթեիստական գաղափարախոսություն կար, նրանք չէին ընդունում Աստծուն ընդհանրապես, որ մի հատ էլ ինչ որ աստվածաշնչյան հիմքերով առաջնորդվեն եւ այլն։ Նրանց պարագայում դրա համար եմ ասում, ավելի մեղմ էր, կամ նույնիսկ թուրքերի պարագայում, կամ եւ այլն։ Ավելի մեղմ էր, քան մեր, որովհետև մերոնք ասում են մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, չունենալով ոչ մի հիմք, որ իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, եւ անում են այն ինչ որ անում են։ Իդեպ մեկ հավելում իրականացնեմ, օտար երկրյա զավթիչները դուք իրավացիորեն նշեցիք, որ ավելի մեղմ էին, հա, որովհետև իրենք այո բռնաճնշումներ իրականացնում էին թե բոլշևիկները, թե թուրքերը, թե ավելի վաղ շրջանում նույնիսկ պարսիկները Ցավալիության մեջ ավելի մեղմ են գտնվել։ Բայց իրենք խնդիր չէին դնում ինստիտուտը կազմակերպել։ Դե հա, դա էլ է ճիշտ։ Ընդհակառակը այո, հիմա հիմնական շեշտադրումը ես նաև ցանկանում եմ սրա մասին խոսել, հիմնական մոտիվացիան։ Կայանում է նրանում, որ իրենք փորձ են անում կազմակերպել այդ 1700-ամյա հզոր կառույցի ամբողջականությունը, այսինքն բնականաբար գիտակից մարդիկ հասկանում են, որ խնդիրը վեհապարի անձը չի, եւ խնդիրը շատ ավելի խորքային է, իրենց ռազմավարական նպատակը շատ ավելի խորքային է եւ իդեպ ես կարծում եմ, որ արդեն բոլորի համար է պարզ, որ խնդիր են իրենք դրել ուղղակիորեն կազմակերպել այդ ինստիտուտը եւ ես նաեւ կցանկանայի, որ խոսեինք չի հաջողվել իրեն։ Այո, չի հաջողվել եւ կցանկանայի նաեւ խոսել այն մասին, որ այս հալածանքների շրջափուլը սկսվեց 25 թվականի մայիս ամսին, երբ որ ամնային հայոց կաթողիկոսը Բեռնում ելույթ ունեցավ, Արցախի մասին խոսեց, արցախայության իրավունքների կազմակերպել էին միջազգային գիտաժողով, լուրջ միջոցառում։ Եվ դրան հետևեց Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը եւ դրանից հետո Հայաստանում արդեն սկսվեց։ Ֆաս հրամանի պես մի բան էր դա, հիմա արդեն կարող ենք ասել։